Ժողովուրդ ջան, ուշադիր պետքա լինենք, Փաշինյանի ծուղակը չպետքա ընկնենք։ Եկեղեցու դեմ իր ձեռնարկած արշավը ինքը ուզում է ներկայացնել իբրև թե ժողովրդավարության process է, իբրև թե եկեղեցին վերադարձնում ենք ժողովրդին եւ այլն։ Սուտ է։ Ընդհակառակը, ճիշտ հակառակը։ Այն ինչ որ ինքը անում է եկեղեցու դեմ, այն ինչ որ ուզում է անի կաթողիկոսի ընտրության կարգ փոխելով, սա ընդհակառակը ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն ոտնահարում է։ Սա մեր կրոնական ազատությունների կոպտագույն խախտում ոտնահարում է։ Մեր ասածը ես նկատի ունեմ միլիոնավոր հայերի, ովքեր իրենց համարում են Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, որովհետև մենք միլիոնավոր հայերս, երբ որ մեզ համարում ենք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, դրանով իսկ ընդունում ենք նվիրապետական այն ամբողջ կարգը, համակարգը, այն բոլոր գործընթացները, որը դարեր ի վեր եղել են մեր եկեղեցում, այդ թվում կաթողիկոսի ընտրության կարգը եւ մնացած բոլոր հարցերը։ Եթե ինքը ուզում է ինչ-որ մի բան փոխի, ինքը թող նոր կրոն հիմնադրի, թող նոր ուղղություն հիմնադրի, նոր դավանանք, նոր եկեղեցի, ինչ ուզում է թող անի, բայց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետ ինքը կապ պետքա չունենա այդ իր գործունեությամբ։ Դա իր իրավունքն է, թող Նիկոլի եկեղեցի հիմնադրի, դա իր իրավունքն է, բայց մեր կրոնական ազատությունը, մեր ազատ ընտրությունը, որ մենք ընտրում ենք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որպես մեր փրկության ուղի, որպես մեր հավատքի միջոց, ինքը իրավունք չունի դրա հետ կապված որևէ բան ձեռնարկի, որևէ բան փոխի։ Ինքը չի ժողովրդավարական ոչ մի քայլ չի անում, ինքը ընդհակառակը հանցագործություն է իրականացնում, տապալում է սահմանադրական կարգ, խախտում է մարդու հիմնարար իրավունք հանդիսացող կրոնական ազատությունը, որը որ 1948 թվականի ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված արժեք է եւ բոլոր այն մարդկանց, ում որ ուզում է ինքը ներգրավի այդ նախաձեռնող խումբ եւ այլն ստեղծելու այդ process-ների մեջ, այդ մարդկանց տանում է իրեն դարձնում է հանցակից։ Եվ այդ մարդիկ թող լավ իմանան, որ իրենց համար հոդված կա կոնկրետ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Թող բացեն քրեական օրենսգիրք, թիվ 209 հոդված ու կարդան ու տեսնեն, թե ինչ պատիժ է իրենց սպասվելու, երբ որ Նիկոլ Փաշինյանը այլևս չլինի իշխանության մեջ։ Այդքանը։